Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր առաջին ասուլիսում մի շարք հայտարարություններ ու գնահատականներ հնչեցրեց, որոնք շատերը ավելի քան որպես շոու կամ որպես անկեղծ խոսքեր որակեցին։ Գլխավոր դատախազը չէր հաշվարկել հարցերի նկատմամբ հասարակության գնահատականը։ Հետևաբար ասվածը ոմանց կարծիքով ձևական բնույթ ստացավ։ Փաստաբան Լուսինե Սահակյանը քմծի ծաղով է վերաբերում դատախազի այն վստահեցումներին, թե արդարը չի դատվելու։ Ինչ եք պատկերացնում, կարող է գլխավոր դատախազը ելնի ու հաղորդի, որ գիտեք ինչ կա, մենք անմեղ մարդկանց պետքա դատենք։ Օրինակ է բերում, դատախազությունը տարածել էր հայտարարություն, որի համաձայն հատկապես աղմկահարույց գործերով պատրաստ է հանդիպել կողմերի հետ քննարկել։ Սեփական փորձով են համոզվել դատախազն իր խոսքի տերը չի եղել, հետևաբար վստահել խոսքերին չի պատրաստվում։ Քանի դեռ կան նման անմեղ անձինք դատապարտված, ուրեմն ես ոչ մի փոփոխության չեմ հավատում։ Իսկ կոռուպցիայի դեմ մղված պայքարն իրականում բացասական հետևանք է ունեցել Հայաստանում։ Հետևաբար հերթական հայտարարությունը եւս փաստաբանին վստահություն չի ներշնչում։ Կոռուպցիան նա չի, որ անմեղ անձանց վերցնեն դատեն կամ մաքսիմում պատիժներ տան, որ ասեն, տեսեք, մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Ես ցանկանում եմ հավատալ, որ դա անկեղծ հարցազրույց էր, ոչ թե շոու։ Փաստաբան Վարդուհի Ելբակյանը գլխավոր դատախազի խոսքը շոու համարելու հիմքեր չի տեսնում։ Հավատում է, որ անմեղը չի դատապարտվելու։ Այնուամենայնիվ դիտողություն է անում դատախազի մեկ հայտարարության վերաբերյալ։ Վերնիսաժի գործերի հետ կապված դեռևս գնում են նախաքննություն եւ այս փուլում հայտարարել, որ մեղավոր են եւ պետք է դատապարտվեն, կարծում եմ վաղաժամ է։ Նա չի փորձում այլ գնահատականներ տալ գլխավոր դատախազի պահվածքին, հավատում է, որ գոնե անպատժելիությունը կվերանա։